ես Ռուբենն եմ, սկսում ենք կարճ հարցազրույցների շարք այն հաշվանդամություն ունեցող անձանց հետ, ովքեր երբևիցե մասնակցել են ընտրություններին եւ այսօր սիրով համաձայնել են կիսել իրենց փորձով։ Բարեկամներ, իմ հույրն է Վանաձոր քաղաքից Ամալիա Հարությունյանը։ Ողջույն Ամալիա։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելիս, ես հիմա կուղեմ քեզ հարցեր եւ ակնկալում եմ ստանալ կարճ, անհանդերձ շատ հզոր պատասխաններ։ Հարգելիս, ընտրություններին մասնակցելիս երբևիցե ունեցել եք խոչընդոտներ, դժվարություններ, ձեր հաշվանդամությամբ պայմանավորված։ Այո, ունեցել եմ։ Վերջին ընտրությունների հետ կապված աշխատել եմ նաև անկախ դիտորդ, մասնակցել եմ տարածքում գտնվող մանկապարտեզում, որտեղ որ անմատչելի էր, գնացել եմ, մասնակցել եմ, բայց անմատչելիությունը կար, չկար թեքահարթակ, ոչ մի ձև հարմարեցված չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Իսկ երբևիցե ձեզ ասել են, որ ձեր գնալը իմաստ չունի։ Ոչ, երբևէ նման հարց չի ուղղվել ինձ, բայց ես որպես չափած քաղաքացի իմ իրավունքի տեր, ես գիտեմ, որ իմ ձայնը որոշիչ է եւ ես իրավունք ունեմ իմ ձայնը բարձրացնելու եւ մասնակցելու իմ ընտրություններին, իմ իրավունքը պաշտպանելու համար։ Իսկ այսպեսի մի հարց սիրելի Ամալիա, դուք եթե որոշել եք գնալ ընտրությունների, ինչ եք կարծում, ինչ եք այն կառուցես։ Ես գիտեմ, որ կարող է եւ իմ ձայնը նույնպես որոշիչ լինել, ու դա կարող է շատ հարցերում որոշիչ դառնալ, մանավանդ որ մենք ունենք հաշմանդամություն, ինչը որ որոշ դեպքերում անտեսվում է։ Ես ներկա լինելով այդ ընտրատարածքում, ես իմ ներկայությամբ ցույց եմ տալիս, որ ես օգտվելով անվասայլակից բախում եմ տարատեսակ խնդիրներին, անգամ նման խնդիրներ, որ անգամ քաղաքում չկա այդ մատչելիությունը, ու չգիտեմ, ես մտածում եմ, որ իմ ներկայությամբ ես կարող եմ ցույց տալ, որ ես էլ քաղաքացի եմ, ես էլ ունեմ իրավունքներ եւ խնդրում եմ, որ իմ իրավունքները պաշտպանված լինեն։ Շատ լավ, հարգելիս, այսպեսի մի հարց, քանի որ դուք մասնակցության փորձ ունեք արդեն ընտրություններին, տարածքում երբևիցե եղել է, որ ձեզ փոխարեն հարցեր ուղղել ձեր ուղեկցողին։ Ոչ, նման հարցի չեմ հանդիպել, բայց ինքս գիտեմ, որ ես եմ իմ ձայնի տերը, ես եմ իմ իրավունքների պաշտպանը ու կարծում եմ, եթե նման հարցեր լիներ, ես կպատասխանեի, որ ես եմ իմ ձայնի համար պատասխանատու։ Այո։ Իսկ գիտեք, ինձ շատ հետաքրքրում է այսպեսի մի հարց։ Դուք ինչ կասեիք այն անձանց հաշմանդամություն ունեցող, ովքեր չեն ցանկանում մասնակցել ընտրություններին կամ մասնակցելու ընթացքում երբևիցե բախվել են դժվարություններ։ Ես կհորդորեի բոլորին, որ գնան, ընտրեն, թեկուզ այն, որ իրենք իրենց ներկայությամբ ցույց կտան, որ ներկա են, ձայն ունեն, իրավունք ունեն եւ եկել են ընտրության, որպեսզի իրենց ձայնին տեր կանեն։ Եվ այն խնդիրները, որոնք որ մինչ այդ լուծում չեն գտել, փորձեն խնդիրների լուծում ստանալ։ Շատ լավ, շնորհակալություն հարգելի Ամալիա։ Բարեկամներ, այսօր մենք վերջացրեցինք մեր կարճ հարցազրույցների առաջին մասը, ակնկալում եմ մեր հետագա հանդիպումները ավելի արդյունավետ եւ ավելի դիտարժան կլինեն։ Շնորհակալություն։